Հարկ Տիրոջը այսօր ուզում եմ ձեր հետ միասին խոսենք մի հարցի շուրջ, որը ես անվանել եմ խստասրտություն։ Հետաքրքիր է, խստասրտությունը լավ բան է, թե վատ։ Ինչ կարծիք եք։ Երևի ինձ թվում է վատ, մեծամասնության կարծիքով, որ ավելի լավ է մեղմ սիրտ ունենալը, քան թե խիստ, համաձայն եք։ Ուղղակի մենք խստասրտությունը խստապահանջության հետ չխառնենք, որովհետև կարող է մեկը լինել խստասիրտ, մյուսը խստապահանջ, սրանք իրարից շատ են տարբեր, իմ ասեմ, թե որն է տարբերությունը։ Ուսուցիչը, ովքեր են ունեցել խստասիրտ ուսուցիչ դպրոցում, ուրեմն խստասիրտը լավ չէ, բայց խստապահանջը իր մեջ ունի ուրիշ իմաստ։ Պահանջկոտ է եղել աշակերտի նկատմամբ, որ դու լավ սովորես։ Բայց սիրտը խիստ չի եղել, պահանջն է եղել բծախնդիր։ Հնարավոր է։ Օրինակ կարող է լինել խստապահանջ հայր, բայց խստասիրտ հայրը լավ չէ։ Խստասիրտ թեկուզ հայրերը, մայրերը գրեթե չեն լինում, դրանք միշտ խստապահանջ կարող է լինել, բայց ոչ խստասիրտ։ Նրանք ավելի շատ մեղմ են, բայց ի օգուտ իրենց երեխայի են այդ պահանջկոտությունը ցուցաբերել։ Օրինակ հնարավոր է, որ մաման գա տունը, տեսնի հացը կերել եք, սեղանը թափթփված է, դու էլ չգիտեմ ինչով եք զբաղված, մտել եք ինտերնետ։ Գա խիստ խոսի ասի, աղջիկ ջան, ինչ եք նստել այդ ցիվիլի թեմը։ Այս սեղանը ով պետք է հավաքի։ Բա որ մեկը կամ մտի մեր տունը ամոթ չի մեզ։ Մաման դել սկսեց եկավ, մռութը կախ ելն չէ, ինչ-որ մի բան կանենք նստեն։ Մտում է, այս անկողիները նչա թափտված, հելեք եկեք այստեղ, անջատի հետ։ Այսինքն հնարավոր է, որ շատ գույնավոր չներկայացնեմ, քթից այդ բերի այդ կամպյուտերի դեմ նստելը, բայց այդ պահանջկոտությունը քեզ հետո դաստիարակում դարձնում է լավ վաղվա հարս ուրիշ ընտանիքում, որ երբեք դու թույլ չես տա, որ սեղանդ կեղտոտ լինի, անկողինդ հավաքած չլինի, տները այդ մաքուր չլինի։ Ես մի երկու անգամ օրինակի համար ասել եմ, չէ, եթե մտնեք մեկի տունը, ուզում եք իմանալ մաքրասեր են թե չէ, մի մտեք իրանց սենյակները, գնա մտի իրանց զուգարանը։ Եթե մաքուր եղավ, ուրեմն իրանք մաքրասեր տուն են, վերջ։ Այսինքն մաքրությունը սկսում է եւ վերջանում ամեն տեղ։ Այս խստապահանջությունը օգտակար է, բայց խստասրտությունը, եթե կան կառնեմ օրինակներով տեսնենք, թե ինչքան վատ բան է դա, եթե մենք այն մեր մեջ ունենանք։ Օրինակ խստապահանջ ղեկավար կամ խստասիրտ ղեկավար։ Ստալինը եղել է խստասիրտ մարդ։ Ինքը խստապահանջ չէր, խստասիրտ էր։ Մի սխալ թույլ տայիր, քո համար կյանքդ կարժենար, քո ամբողջ ընտանիքդ կարժենար աքսորներով ու վերջացած ամենավատ հետևանքներով։ Դա վատ բան էր։ Նրանից սարսափում էին իր շրջապատի մարդիկ եւ ամբողջ երկիրը։ Անկամ ինքը որ մահացավ, մարդիկ լաց էին լինում վախից։ Ասում են կարող են նկարեն, տանեն ցույց տան, ոնց որ այդ Կորեայի այդ գիժը որ կա, բոլորը ահու լացում են, որ հանկարծ տեսան լավ չես լացի, գնացիր ցմա։ Այդ խստասրտությունն է, որը շատ վատ երևույթ է։ Կան օրինակ բանակում կամանդիրները խստասիրտ կամ խստապահանջ։ Խստապահանջ են ի օգուտ քեզ ով զինվոր, որ դու լավ պարապես, որ վաղը քո սխալը քո կյանքդ կարող է արժանալ։ Այդպես էին նաև վերաբերում գլադիատորներին։ Գլադիատորներին գիտեք ոնց են տանջե պարապեցրի, ասել են քո մեկ սխալը քո ամբողջ կյանքը կարող է արժանալ։ Մարզիչներին եղել լավագույն սպորտսմենները, մարզիկները ունեցել են լավ մարզիչներ։ Քթներից բերել են, այնքան են պարապեցրի։ Իմ թորնիկս բռնցքամարտի է մասնակցում Ռուսաստանում, այնքան են պարապեցնում, որ իր ամբողջ իմունային համակարգը այնքան է ցածրանում, որ ամենացտից բանից հիվանդանում են արդեն, ջնջում են ամայրա թե։ Բայց այնց բանը ձեռք բերել, որ նայես կասես կարքին սպորտսմեն կդառնա։ Այսպես են վարվում։ Այսինքն բաներ կան, որ այդ խստությունը օգտակար է խստապահանջ լինելու առումով, խստասիրտ լինելը շատ վտանգավոր։ Ես ուզում եմ խոսել խստասրտության մասին։
Միքիա Մարգարոյական 6-րդ գլուխ 8 խոսք կարդամ։ Քեզ հայտնել է ով մարդ, թե ինչն է բարի եւ Տերն ինչն է պահանջում քեզանից։ Եվ Տերն ինչ է պահանջում քեզանից։ Հիմա ես հարց տամ, ով մարդ քեզ Տերը հայտնել է, թե ինչն է բարի եւ ինչ է պահանջում քեզանից։ Ինչ է պահանջում։ Դուք լիքը բաներ կարող եք ասել, բոլորն էլ ճիշտ։ Բայց ես կկարդամ ըստ էս Միքիա Մարգարոյական 3 կետեր։ Միայն իրավունքը պահել, այստեղ չի ասում ամեն ինչի մեջ մենակ իրավունքը պահես, ասում միայն իրավունքի կողմնակից լինես դու, ոչ թե ստի կամ կեղծիքի։ Ողորմություն սիրել եւ խոնարհությամբ ընթանալ քո Աստծո հետ։ Այսինքն, եղիր արդարադատ, ոչ թե անիրավ։ Սա մեզ էլ է վերաբերվում։ Եղիր ողորմած, ոչ թե անողորմ։ Եղիր խոնար, ոչ թե գոռոզ կամ հպարտ։ Սա է Աստված ուզում եւ այս եթե անես հաճելի է իրեն։ Ինչու են մարդիկ իրենց սիրտը խստացնում։ Արդյոք այն արդարացի է։ Եվ կուզենայիր, որ քո հանդեպ այսպես վարվեին մարդիկ։ Չեմ կարծում, թե մեր մեջ մեկը լիներ, որ ուզենար իր հանդեպ մարդիկ խիստ վարվեն։ Սակայն մենք հանկարծ սկսում ենք ուրիշների նկատմամբ այդ նույն վերաբերմունքը չցուցաբերել։ Ինչ որ մեկը երեխա մի վատ արարք արի, շատ խստասիրտ ենք, դատող, վարկաբեկող, պահանջկոտ, բայց մեր երեխան հնարավոր է ավելի շատ վատ արարք թույլ տա, քան մեր հարևանի երեխան, բայց նրանց նկատմամբ ավելի մեղմ ենք, շատ ավելի մեղմ։ Ես հիշում եմ, իմ նորադար ժամանակներն էր, մի ընտանիք կար, դե իրանց երեխան շատ լազված երեսառած էր, այն աստիճանի, որ նույնիսկ վիրավորում էր մեծերին, եղբայրների մյուսի։ Այնպես որ մի օր բողոքեցին, հորն ասեցին, լավ չի պահում իրան, ես մի քանի տարեկան էր։ Ես հիշում եմ, ոնց էր իբր հանդիմանից։ Ոզի ջան, միրնիմ ջոնիդ, քողցրիս բալիկ միրկոտ լավ է երեխական բանի բառեր ասում։ Ես եղավ հանդիմանություն։ Բայց որ ուրիշին լիներ, հնարավոր հարցերը հասնեին մինչև եղբայրական խորհուրդ։ Հնարավոր էր։ Ինչու ենք մենք այսպես վարվում։ Մենք ուրիշի կատարած սխալները արագ դատում ենք, մերի վրա աչք ենք փակում։ Իսկ ինչ ասաց Տերը Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ 37-38 խոսքերում. մի դատեք ու պիտի չդատվեք, մի դատապարտեք ու պիտի չդատապարտվեք, ներեցեք ու ձեզ պիտի ներվի, տվեք ու ձեզ պիտի տրվի աղեք չափով, կողված, ցնցված, լեպրեցուն պիտի լսվի ձեր գոգը, քանի որ ինչ չափով որ դուք չափեք, այդ չափով պիտի չափվի ձեզ։ Այսինքն, եթե ուզում ես, որ քեզ չդատեն, ասում եմ ինքդ մի դատիր, սա պայման է, այլապես դու քեզ ինքդ դնում ես դատաստանի տակ, ուզում ես չդատապարտվես, մի դատապարտիր, ուզում ես, որ ներում գտնես, ինքդ ներիր, ուզում ես, որ քեզ շատ տրվի, տալու մեջ էր շատ, եղիր դու։ Եվ երկնքում մեր վարձատրության համար հատուկ չափ չկա։ Օրինակ մենք երկրի վրա կիլոմետրով ենք չափում ճանապարհը, չէ, երկարությունը, լիտրով չափում ենք, ասենք, ջուրը կամ կաթը, չափան տարբեր միավորներ կան, կշիռը կիլոգրամներով, գրամներով ենք մենք այդ միավորները, երկնքում այդպես միավոր չկա, ասում է ինչ չափով դու չափել ես երկրի վրա, ուրիշի համար, այդ չափով երկնքում կչափվի կտրվի քեզ։ Էսենց ես չափի ուրիշի համար։ Երկնքում տեսնես քեզ էսենց են տալիս։ Ասես Տեր դու ինչի իրան այսքան տվեցիր։ Հենց այսքան ասում եմ որտեղ դու երկրի ուրիշներին էսենց էի տալիս։ Դու քո չափը այստեղ որոշել ես երկնքում ինչպես կչափի քեզ համար։ Դրա համար ասում եմ առատ տվեք ու առատ կտրվի ձեզ։ Ողորմած եղեք ու ողորմություն կգտնեք։ Հակոբոսն իր թղթերում ասում էր անողորմ դատաստան պիտի լինի նրանց համար, ովքեր ողորմած չեն եղել, քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։ Այսինքն դատաստանի ժամանակ Աստծո գայի առջև որ մարդիկ կանգնեն մի բան կա, բացի Քրիստոսի արյունից քեզ ինչ որ միտեղ պատժ կանող, դա քո ունեցած ողորմածությունն է լինելու։ Հիմա ազգեր կան, որ բոլորովին չեն ճանաչի Քրիստոսին, չեն էլ ճանաչում, այդպես էլ մեռնում եթում են։ Բայց դատաստանի ժամանակ Աստված նրանց հետ ո՞նց է վարվելու։ Ըստ ողորմածության։
Հիմա թուրքերն էլ կկանգնեն Դատաստանի առաջ։ Այն թուրքերը, որ հղի կնոջ փորը ճղում էին սվինով երեխաներին, անում էին սվինից երին գրած էին գալիս տղայա թե աղջիկ, նրանք ոնց պետք է կանգնեն այդ Դատաստանի առաջ։ Այդպես իրանց կհանեն սվինի ծայրին ու ասու արդար Դատաստանը կգա իրանց վրա հավիտյան։ Այսինքն սրանք շատ կարևոր բաներ են։ Հիմա մարդիկ կան, որ շատ արագ են իրենց որոշումը կայացնում, որոշան մեջ շատ ստաբիլ, պահանջկոտ, ու եթե իրենց ասածով չեղավ, շատ արագ խաչ կքաշեն ամեն ինչի վրա։ Նույնիսկ եկեղեցու ծառայության ամեն ինչի պետք է իր սրտով լինի։ Տարիներ առաջ մեկի երեխան դպրոցում իրան լավ չէր պահում։ Անշնորհք աշակերտ էր, այսպես ասած։ Բողոքները շատ էր գալիս, եկավ ասեմ մեկ էլ բողոքը մեր ընտանիք, որ ձեր անդամն է, լավ չի պահում այդ երեխա իրանց երեխան, որոշեցին դիտողություն անել։ Այդ դիտողությունն այնքան ծանր ազդեց իրանց վրա, որ դուք ով եք, դուք մեզ հանդիմանեք, ինչ որ մեր երեխին բան ասեք, պատճառ դարձավ, որ մի անգամից խաչ քաշեցին եկեղեցու վրա էլ, բոլորի վրա էլ ու հեռացան։ Հեռացան եւ տիրոջից, կորսեցին ամեն ինչ։ Ընդամենը իրենց խստասրտության պատճառով։ Հարկ եղավ, որ անգամ ես խորհուրդ տվեցի, ասի գնացեք դուք ներողություն խնդրեք։ Ոչինչ, ասում բայց մենք ինչ ենք արել, Մարտին ասել ենք քո երեխեդ լավ չի պահում իրան։ Դրա համար է թամ ներողություն խնդրեմ, ասի ոչինչ, գնացեք ասեք ներողություն, թող գոնե դրանով մեղմանան։ Էդ էլ չասեց, ոնց է, ոչ մի ներողություն։ Դուք պետք է չասեիք այդ։ Դե հիմի դուք գնացեք, մտածեք, այս մարդը խստասիրտ է, թե խստապահանջ։ Խստասիրտ։ Եղբայրներից մեկը անցած Կիրակի մի բան պատմեց ինձ, ասում էր տասնյակի հավաքույթն էի անցկացնում, մի հատ նոր մարդ կար եկած, առաջի անգամ էր եկել, դե հավաքույթը վերջացավ, բրծավ, ասեց մի հատ հարց կարամ տամ, ասի ասա, ասեց ախպեր, ասենք դու քո ավտոյով եթում ես, քշում ես, ճանապարհին մի հատ օծ, ճամփեն կտրեց անցավ, քցես տակը այդ օծին, թե կողքով կանցնես, պատամա չէ, որ օծը ճամփեն կտրում է, դու այդ պահին ես չգիտեմ, ինչի վստահ եմ, որ վարորդների 99%-ը այդ օծին կճզմեն, եթե հաջողի օծերն էլ ճարպ կեն, այդպես հեշտ չի օծին ավտոյի տակ գցելը։ Ասեցի, ինչ ասեմ, ես չգիտեմ ինչ ասեմ, բայց երևի կճզմեմ օծին, որտեվ այդ օծի հետո կարող ուրիշի գցի։ Ասմատնել գիտեի, ես իմ տեղը չէ գնացի ես այստեղից։ Դու ոնց է, դու օծին ճզմես։ Լավ, ասում եմ, ես լավ, օծին ասենք չեմ ճզմի։ Այդ օծը իսկապես հնարավոր չէ, որ մեկ ուրիշին խայթեր։ Հնարավոր էր։ Ու ես հիշեցի իրական դեպք։ Մեր եղբայրներից մեկին Վանանդում երիտասարդ տղա։ Դաշտում ջուր անելու ժամանակ գյուրզա օծը խայթում է, մեջքի։ Այսպես բպզած, չգիտեմ ինչ ուզում փակի, թե ինչ ջրի հետ գործ ունի, հետևից օծը խփում է։ Գծում է։ Մինչև իրան հասնում են հոկտեմբերյան չեն ունենում այդ պրեպարատները, հասնում են Երևան, արդեն թույնը իր գործը տեսածել են, այդ նույն գիշեր մահացավ։ Հիմա այդ տղայի հայրը, կամ մայրը, կամ եղբայրը, դրանց հետո որտեղ որ գյուրզա տեսնեն, ճանապարհով անցնի թե չանցնի, ինչ կանեն, վստահ եմ կճզմեն, կճխլեն առանց աչք թարթելու։ Իսկ դու ինչ գիտես, որ այն օծը չէր, որ դու թողեցիր անցավ, այդ օծն էր գնաց Վանանդում ու կծեց այդ մարդուն։ Դու ինչ գիտես այդպես չէր։ Հիմա բնության պաշտպանները, որ լսանես քարոզը կհարցակվեն վրես կասեն, դու այդ ինչ ես խոսում, հարկավոր է բռնել, տանել, ազատ բաց թողել անտառում։ Դու տար բաց թող անտառում, ես բաց չեմ թողնում։ Հիմա տեսեք, այդ բնության պաշտպաններին ես մի հատ հարց ունեմ տալու էլի։ Լավ, դուք պաշտպանում եք շների իրավունքը, շները գզում են երեխային, ընկնում է հիվանդանոց, մահամերձ կամ մեռնում է, էդի ոչինչ, շունա չի հասկացել։ Բայց շներին էլ տարեք կապեք, տարեք կերսրեք, խմցրեք, հատուկ պայմաններ ստեղծեք, իրանց այդպես տարածքներ տվեք, դրախտային, մնչեք բաց թողի մարդկանց վրա։ Դե այդպես այդքան շատ բարեք, մոծակների իրավունքներ պաշտպանեք։ Մոծակն էլ է կենդանի, մի անգամ է ապրում,
Թե մոծակի իրավունք չունի։ Մոծակին է Աստված ստեղծել է, որ քեզի կծելով ապրի։ Լվիջներին։ Գիտեք մի անգամ դաշտում որ սրսկում եք մի հեկտար, քանի միլիարդ հատ լվիջ եք սատկացնում։ Բայց դրանց իրավունքները նշ չեք պաշտպանում։ Ագրավների իրավունքները Կաչաղակների Սարգիս աղբերի հետ հրացանոթ աղբեր Կաչաղակին դպրստում են ընկներ գիտին, որտեվ ավիրում էին ամբողջ դաշտերը։ Մենք մեր երեխեքը փոքր էին, մկները ուտում էին, նորապատում էին ապրում այդ ժամանակ։ Աճար չկար, մտնում էին ացի շկաֆների մեջը, սանդամտերքի մեջը, այստեղներից էին ասրել, վախենում ենք թույլ տնենք, իրենց հետ ձեռները կրակն էին ընկել։ Մի օր իրանց մի հատ բունը գտանք ցակեր էր, նոր ցակեր էին հանել, ասի հիմա ինչ անեմ սրանց, այնպես կոպիտ սատկեցնել բանից չտվեց, ասի ոնց անեմ որ հեշտ սատկեն, սա էլ արկա վերսի լսի, որ լսում ես արագ մի վարյանում սատկում են, առանց տանջվելու, երեխեքը կայքներ, զարոյիներ, այսպես նայում էին, թե պապաներ ինչ կանի հեսա մկներին, պապան մկների նկատմամբ շատ դաժան վարվեց։ Զրզրոսները դրելացում են, վիրավորվել են, ասին դու Հիսուսի ստեղծած մկներին սատկեցրեցի։ Հիմի ես այնպես դաժան տպավորություն եմ թողել երեխեքի մոտ։ Ես էլ եմ վատս գում, չգիտեմ ես ինչ անեմ, ոնց բացատրեմ։ Այո, Հիսուսի ստեղծած մկներն էին, բայց չար մկները ինեսին չի օգտվում։ Իրանք տեսան, որ դու դաժան վարվեցիր։ Երևի իրանց մեջ մտածում են, որ մենք էլ մի հատ չար բան անենք, այտենց կարող են մեր վայել սարեկա լստես։ Դու ուրեմն խստասիրտ պապա ես։ Դրանց դու որոշեցի, էլ սխալը երբեք չանեմ կամ եթե անեմ, գոնե ինձ անեմ, թող չտեսնեն։ Երեխաների աչքից հեռու արեք, որովհետև նրանք շատ նրբանկատ են։ Այսինքն դու պետք է ճիշտ վարվես, կարողա խիստ սիրտ չունենաս, բայց այստեղ խիստ սիրտը կարևոր չէ։ Ճիշտ միտք ունենալն է, որովհետև վնասակար բաները վերացնում են։ Սա պայքար է։ Այսպես։ Ուրեմն մի ուրիշ օրինակի վրա բերեմ։ Կին ամուսին փոխհարաբերություններ։ Սկսվում է սիրալ իր խոսքերով, քաղցր անուշ խոստումներով, եթե նամակագրական կապեր կա սիրարական, ջեյրանու, մարալու, չգիտեմ, եղնիկ ու կակավու ես իմ ինչ, մեղրամիսը անցնում է, մի քիչ էլ անցնում է, մեղրատարի չի լինում, գալիս է հաջորդ շրջանը, ինչքան կոշտ ու կոպիտ բաներ կա, սկսում են իրար ասել։ Հանկարծ այդ սիրալիր բաները փոխվում է, ես որ այս մասին մտածում եմ, հիշեցի Թումայանի շունն ու կատուն, որ վերջը հասավ ինչ վիճակի, որ էլ գող պիսո էլ քաշալ շունդ, բանը հասավ դիվան բաշուն։ Հանկարծ հասնում է մինչև բաժանության։ Ինչու էսպես եղավ։ Սկզբից սիրալիր էին, հետո դարձան խստապահանջ, կամաց այն դարձավ խստասրտություն։ Եվ ցավոք սրտի շատ ընտանիքներ հենց այդպես են։ Կինը դնում պահանջում է, գերված է, որ պետք է սիրես քո կնոջը, այնպես ինչպես Քրիստոս սիրեց եկեղեցին ու իր կյանքը տվեց եկեղեցու համար։ Այտենց է գրած թե չի ասա։ Դու գրած է։ Գրած է ոնց ասեմ գրած չէ։ Մարդն ասում է, բա գրած չէ որ հնազանդվեցեք ձեր ամուսիններին ամեն հարցում, այնպես ինչպես եկեղեցին հնազանդ է Քրիստոսին։ Գրած է թե գրած չէ, իհարկե գրած է, ամեն ինչում։ Ու կռիվ է եթում սրա վրա։ Ով է ճիշտ երկուսից, կարաք ասեք։ Երկուսն էլ ճիշտ են։ Բայց մի բան հաշվի առեք, հնարավոր է զորով ստիպելով մեկին սիրել տալ։ Եթե այդպես բան դուք տեսել եք միտեղ ու ասեք ես էլ իմանամ։ Սիրելը ստիպելով չես կարող, որ ասում են սրտի նրաման չես տա։ Իսկ հնարավոր է մեկին, որ հնազանդվի իր ամուսնուն այնպես ինչպես եկեղեցին Քրիստոսին հնազանդվում ամեն ինչում։ Դժվար թե, սա էլ է շատ դժվար հարց, բա այդպես է գրված, բա ես ինչ անեմ։ Երեք իրիկունը բատ ստուգեմ ես բանը, մեր սուրերեսնանն էի, հարց տվի, ասի օրինակ, դու կարակ գտնեք մի դեպք, կարող է լինի, ես չեմ ասում չկա, որ
Կինը հնազանդվի իր ամուսնուն այնպես ինչպես եկեղեցին ամեն հարցում հնազանդա Քրիստոսին։ Մի հատ քույրիկ ասեց. «Ոչ, հնարավոր չէ, դե ինքն էր ասում»։ Իսկ հնարավոր է որ մարդը սիրի իր կնոջն այնպես ինչպես Քրիստոսը սիրեց, Քրիստոսի սիրո հետ համեմատելով, ասեց. «Ոչ, դա էլ հնարավոր չէ»։ Ասում են, բա Պողոս Առաքյալը էսի ինչի՞ է գրել։ Դու ասում ես Պողոսը կնիկ չուներ որ իմանար, կնիկն ինչ է։ Այդպես բան չէր գրի, ինքը այդ փորձառությունը չուներ։ Մենք ծիծաղեցինք, դե կատակով էր ասում։ Ես մտածեցի, չէ, Պողոսը կնիկ էլ ունենար այդպես կգրեր, որովհետև ինքը ոչ թե գրում էր այն ինչ որ իր սրտի խոսքներ, այլ այն ինչ որ Աստծոս նա հայտնություններ առել։ Իսկ հնարավոր է որ մարդը սիրի իր կնոջը այնպես ինչպես Քրիստոս եկեղեցին։ Այո, դա հնարավոր է, եթե ոչ թե դու հին մարդ ես, հին տիկ ես, որի մեջ դրսված է նոր գինի, որը պայթեցնում է չի թողնում որ մնա, այլ եթե դու վերածնված մարդ ես, Քրիստոսի մեջ աճած ու ձեռք ես բերել Քրիստոսի կատարելության չափը, սա քո մոտ կստացվի ինքնաբերաբար։ Նույնը եւ հակառակը։ Այսինքն սա հնարավոր է, բայց դրա համար աճ է պետք Քրիստոսի մեջ։ Եվ սա կդառնա մեր կյանքը։ Այլապես հաջորդ տարբերակը հնարավոր չէ։ Ուրեմն համացանցում մի բան կարդացի, մի երիտասարդ եղբայր էր պատգամ տալիս, ավելի շուտ ինտերվյու էր տալիս։ Դուրս շատ եկավ իր պատասխանը, շատ սիրուն բան տվեց, ես այտենց գեղեցիկ չէի կարողանա պատասխանել այդ հարցին, մոտս նշեցի, ասի կագրաս ինձ այդ բանի հիման վրա էլ այս պատգամը ուզեցի կառուցել։ Ինչ էր գրում, ինչպես վարվել կնոջ հետ։ Կարդամ այդ մասը ավելի լավ, որտեղ ավելի լավ չեմ կարողանա ասել։ Ասում էր դու քո կնոջը մթերք բեր տուն, նա քեզ երեկոյան կվերադարձի համով ճաշ։ Բան չես բերետուն, եկա ասում ես, ինչ ես բերում ուտեմ, բայց պետք է ըլնի որ բերի ուտես, չէ։ Այսինքն ուզում ասի, դու ինչ որ պետք է անես, որպեսզի դրա փոխարենը կարողանաս ստանալ դրանից։ Դու նրան ծաղիկներ բեր, եւ նա քեզ երեկոյան կպարգևի քաղցրություն եւ ժպիտ։ Հնարավոր է քույրիկներ։ Դու նրան տուր քաղցրություն եւ նա քեզ կվերադարձնի հնազանդություն ու սեր։ Հնազանդություն, ոչ թե հպատակություն։ Հնազանդությունը, հպատակությունը տարբեր բաներ են։ Հնազանդությունը ընտրում են հոժարաբար, հպատակությունը պարտադրաբար։ Հպատակությունը ստրկություն է։ Դու նրան սեր ցուցաբերիր, նա քեզ կվերադարձնի սիրո օվկիանոս։ Ճիշտ է էս։ Ճիշտ է։ Հələ տեսնեմ ես շաբաթ, ես տնային աշխատանք։ Ես շատ կուզենայի իմանալ, ես այդպես էլ գործում է թե չէ։ Եթե գործում է, ուրեմն սա շատ հրաշալի բան է։ Հələ որ ասի, բայց այդ դեպքում ամուսնությունը լավ բան չէ, դա չէ որ կինն է այդպես բան ասում։ Ասում է դե որ մի բան ռուսերենում ասում է բրակա, չէ, մի բանի անուն էլի բրակը դրա լավ էլ որն է։ Բայց դու մենք սկսում ենք գեղեցիկ խոսքերից վերջացնում ենք հանկարծ անուն արդեն ամուսնությունը դարձում է ոչ թե քաղցր ինչ-որ մի բան, կյանքի անհրաժեշտություն, այլ մի հատ բռակ մի բան, որը դու դրա ձեռն ես ընկել գերի ենել քո ձեռը։ Հիմա ամուսինը գլուխն է կնոջ, կինը մարմինն է։ Մի հատ հարց տամ, որ մի խելացի գլուխ իր ոտքը մտածված կխփի քարի։ Եթե այդ գլուխը խելացի գլուխ է, չի անի այդպես բան։ Գիտեք ինչու, եթե խփես ոտքդ քարի, ցավը նորից դու ես առնելու։ Կամ ձեռքդ կխփես որևէ մի կոշտ բանի, չես անի դա, որովհետև այդպես մի ներդաշնակություն կա մարմնի բոլոր անդամների մեջ։ Պողոս Առաքյալն ասում է, եթե ցավը քաշում մարմնի մի անդամ, դրա այդ ցավ են քաշում բոլոր անդամները։ Եթե ուրախանում է մի անդամ, դրա այդ ուրախանում են բոլոր անդամները։ Ուսանող ժամանակ մատս մնաց տրելեբուսի դռան տակ։ Այն բանի մասը սխմեց ճզմեց մատս, մինչև այս մատս էր։ Գա։ Մի քանի վայրկյանի ընթացքում սևացավ մատս։ Ամբողջ գիշերը սենց տրփում էր, սենց անտանելի ցավ էր, բայց մենակ մատս չէր ցավում, մատից հետ միասին ամբողջ օրգանիզմս արթուն էր, գլուխս էլ հետներ տրփում սենց։ Միջեր սպասում է վայրկյան, երբ լույսը բացվի, ասեմ հիվանդանոց ինչ-որ մի բան անեն։ Սա գիտեք ինչ է ցույց տալիս, որ
Սիրո եւ հոգատարության կապ կա մեր մարմնի անդամների մեջ։ Եթե ամուսինը իսկապես գլուխն է այդ ընտանիքի, հոյտ կնիկը նրա համար չէ մենակ որ հրամանտած տրկաբար կատարի քո ուզածները։ Որ եկեղեցում պսակադրվել է եւ ոմանք տարաքելական եկեղեցում այնտեղ ասում են Տերես Տեր հոչի ասում իշխանն ես թե չէ։ Ասում նրա կյանքի բոլոր դժվար պարագաներում Տեր կկանգնես իրան թե չէ, այդ առումով ասում Տերես հոչի ասում են քո ծառանա դու իրա ստրկատերը։ Ուրեմն այստեղ Տեր ու ծառա խաղալ պետք չէ, այլ ինչպես Աստծոն ասում է Եփեսացիների 5-րդ գլխում, որ իրար հնազանդվեցեք Աստծո վախով, որտեղ դուք երկուս չեք, դուք մեկ եք։ Մենք պետք է հասկանանք, որ մենք մեկություն ունենք։ Ուրեմն որ դու խնամես նրան, եթե գլուխ ես, հոգ տանես նրա համար, եթե հիվանդ է։ Ես մի անգամ երիտասարդներին էլ հարց տվեցի, ասի հիմա ենթադրենք քո կնոջ մատը փուշամտ է։ Երկու տարբերակ կա, կամ պետք է փուշ անես, կամ մատը կտրես, որն ես անելու։ Մատ կտրել ավելի է, պետք խրտեսել պրտի։ Եթե խնդիր կա կնոջը թե հաստատ մատը կկտրես։ Եթե սեր քաղցրություն կա, հետը կնստես այնքան ժամանակ, մինչև որ ինքը հանգստանա։ Այս վերջերս մի վարպետ կար պատեշարում, ինքը պատմեց, բայց ես կողքից զգացի, էլի, զգացի սրա մեջ շատ հետաքրքիր մարդ է։ Ասեց իրիկունը կնոջս չգիտեմ ինչ էր եղել, վատ էր զգում, մինչև լույս չքնա, նստեց իր կողքը, որ ասում բալադեց քեզ, ես հաստատ կքնեի։ Ես քեզնից սովորելու բան ունեմ։ Այսինքն նշանակում է իրենց մեջ կար էդի մասած փոխհարաբերությունը։ Դու նրան պետք է հագցնես ամել։ Գնաց իր քեզ մի հատ սարոշ կարա շնորհավոր լինի։ Բայց ինքն էլ մա դեր այ ուզում առնի։ Այդ մասին էլ հոգ տար։ Այսինքն որ ամուսնությունն այն չէ որ ամուսնացար մի հատ կերիկ բերի տրի տունն է որ քեզ պետք է։ Այդ կինը պահանջներ ունի, որոնք դու պետք է սիրով բավարարես։ Նա էլ է ուզում հագնվել արժանավայել ձևով, սրա համար էլ հոգ տար։ Որ դու նրան պետք է կերակրես, նրան պետք է պաշտպանես։ Հիմա այս դեպքում, եթե մենք չունենք այն, ինչի մասին ես խոսեցի, լավ է որպեսզի սրա համար աղոթենք, որովհետև այն ինչ որ անհնար է մարդու համար, ամեն բան հնարավոր է Աստծո մոտ։ Իսկ Աստված կարող է սա հասնել իր ճիշտ ավարտին։ Նա ով մեր մեջ բարին սկսեց, ավարտին էլ կարող է հասնել։ Թեկուզ կան դեպքեր, որ տղամարդկանց մի քիչ քննադատեցի, մի բան էլ կանանց համար ասեմ, այնպես չի թե որ կանայք էլ ասեց, ես մեզ երկնքից իջած ոտերն ամպոտա, որ հեշտ թերություն չունեն, տղամարդիկ էլ անպայման պետք է ամեն ինչի համար հոգ տանեն։ Կան դաժան կանայք, որ տղամարդուց բետար են։ Մենք եղբայրական հավաքույթ էինք անում Սևանում տարիներ առաջ էր։ Էլի ես մասին խոսակցություն եղավ, եղբայրներով ոնց եք մեկ-մեկ քույրիկներով հավաքում, ասում խոսում կաճկաճում ունես լուրջ չեք միշտ։ Ամենից շատ մարդիկ ասում են շատ լուրջ է, մամրոտները ցենց արած։ Չէ, այդպես չէ իրականում, մենք էլ ենք մեկ-մեկ տղեկներով հավաքում կաճկաճում, ասում ինչ-որ բաներ խոսում։ Այս մասին ենք խոսում, տարակարծիք էինք, էլի։ Այդ օրը ես մի քիչ բացասական բան շատ խոսեցի կանանց մասին, բայց այդպես չէի մտածում։ Ուղղակի այնց ստացվեց, խոսակցության բնույթ էր այդպես, հարցակվանի վրա։ Հետո եղբայրներից մեկը գնաց տուն գործ կար, հետ եկավ, ինքը հակառակ էր, էլի ինձ խոսում։ Մտավ ասեց, դու ճիշտ էիք, դուք ճիշտ էիք ասում։ Ես ինչ էր գնացել էր տունը, զամիկան էին տվել իրար, եկավ ասեց, էր ասածը ճիշտ էր։ Հələ երեսներից մեկն էլ մի բան պատմեց, թեկուզ դա պատմելու բան չէր, որ պատմեց, բայց պատմեց։ Մի հատ հեքիաթ պատմեց։ Ասեց ախպեր, մի հատ մարդու կնիկ են ելնում, այդ կնիկը շատ անտանների դառ դալնում։ Այդ մարդը տենում է, որ ճար չկա, վերցնում ասում տանեմ սրանք կորցնեն, պրծեն։ Վերցում տալիս է խոլտուկն ու եթում է, հերում է, գետում է, մտածում է ինչ անեմ, մի հատ հորա գտնում, ջրոր, խորը փորած ջրոր, դատար գալում էլ այդ ջրորի ջուր չի լում։ Վերցնում քցում է ջրորի մեջ, մի հատ էլ քար ատնում դրա վրա, թողում գալիս է տուն։ Ասում թոմն ասել ինչ կլինի։ Գալիս է տուն, դե անցնում է մի քանի շաբաթ կամած մեղմանում է, էլի սիրտը։ Արա ասում է լավ է, վերջի իմ կնիկն էր, էլի, այդ համ հանեմ բերեմ, իմ երեխեքի մերն էր, ամեն դեպքում ինչ որ այր։ Ելնում է թվում ասում է, տենամ գոնե սաղա թե սաղ չի, կենթանյա չէ։ Եթում այդ քարը ինձ քաշում է, իսկ ու մի հատ եկամից վիշապ, ելնում է լեղապատար փախնում է։ Ասում ինչ էր։ Մեկ էլ նայում տենում է կնիկը հորի մեջն է։
Կնոջ հանում Փերիմատուն ասում եմ երկու շաբաթ լուր տարածում թե մի հատ մեծ վիշապ եկել է երկիր նստելա ջրերի վրա չի թողում որ ջուր կամ մարդիկ խմեն ու ամեն անգամ մի հատ գույս աղջիկ պետք է տանեն քսեն այդ վիշապի առաջ որ վիշապը ուտի ջուր թողի այսօր թակավորի աղջիկը հերտնա ամբողջ երկիրը սուք հայտարարի ես էլ այդում թամաշա էր այսպես ասած այդում տենում էսի այն վիշապն է վիշապը ծառնոթ է իրան Այդ համար թակավորին ասում է թակավոր ապրասկինա թույլ կտաս եթե համ վիշապին այնպես անեն որ թողի էսեցի թե ընդհանրապես չգա ասում է ո՞նց հնարավոր ասում հա ասում է գնա քեզ պարկեվադրում կտամ Այդ հիմա վիշապին մոտենում այդ վիշապը տենում այսով է գալիս հա նայում վիշապն էլ է հիշում ասում էսի մարդն է որ քարը հանդես հելա փախա ասում ես ինչ ես եկե ասում է բան պետք է ասեմ բայց ականջիդ պետք է ասեմ ասում ասա Գալիս ասում է այն կնիկը ջրորից ելի քեզ yaman գալիս Այս վիշապը մի անգամ էլ պուկ փախնում է տեղից Այսինքն դեսա հեքիաթ է բայց այսպես բաներ էլ անում Պաստորին այստեղ խոսքը նրանում է ոչ թե մենք ենք ծեծկել իրար այլ մենք հասկանանք որ կինը ունի մի կառուցվածք ներքին բնութագիր որ տղամարդու մոտ այդպես չի Տղամարդը այնպեսին է որ կինը պետք է հասկանա որ տղամարդը կնոջ նման չի ամեն մեկը որ դու նրա լրացումն ես պետք է հասկանալով ըմբռնումով վերաբերվենք եւ իրար լրացնելով իրար սիրել փսակադրության ժամանակ շատ սիրուն են մեր երիտասարդ եղբայրների ասում այդ բաները որովհետեւ դուք կազմում եք ընտանիք եւ այդ ընտանիքը մեկ է Ուրեմն հեշտ է երբ ուրիշի են դատում եւ վարկաբեկում Դու ունկնդես, նայում ես էլի Դժվար է երբ որ քեզ են դատում Արդեն դու դառնում ես զոհը Դրանք նույն բանը չեն Երբ ուրիշին են ծեծում դու ցավը չես զգում Իսկ երբ քեզ են ծեծում այդքան է ցանկալի չէ Մի անձնավորության հորը որդուն տանում են այդպես ոստիկանություն Դաժանաբար ծեծում են հորը Ինչ որ բան են ուզում կորզեն էլի Իրանից տեղեկություն, երբ դիմանում չի ասում ոչ մի բան։ Լավ ծեծում են մի հատ բան ցույց չի տալիս։ Անկամ ախ վախ չի անում։ Ասում են սրան տարեք տղին բերեք։ Բերում են տղին ասում ծեծել հերը վազում քծմարանք։ Ասում են մի քիչ առաջ քեզ սպանեցինք ծեծելով դու որևէ բան չարեցիր։ Էս ինչա մի հատ խփինք տղիդ ֆրազ վազար անգար արանքը։ Ասում է այդ հարվածները որ խփում էիք այն ժամանակ իմ մարմնին էի խփում։ Այս հարվածները իմ սրտին խփեցիք։ Հասկանալի է, պատամա դեպքեր, երբ որ մենք ունենում ենք մի խոցելի կետ, դա մեզ համար ցավ է դառնում։ Բայց որ ուրիշն ունի այդ նույն խոցելի կետը, մենք նրա նկատմամբ դառնում ենք դատավոր, անտարբեր եւ անողոք։ Խստասրտությունը ես այս առումով եմ ասում, որ մենք լինենք մեղմ, նաեւ ուրիշի նկատմամբ, ոչ միայն մեր։ Մի տեղ կարդամ 2-րդ Թագավորաց 12-րդ գլխի 1-7 խոսքերը։ Խոսքը վերաբերում է ոչ թե մի սովորական մարդու, այլ մի օծյալի։ Ոչ թե մի սովորական մարդու, այլ մի մարգարեի։ Այլ Աստծո կողմից կարգված Իսրայելի թագավորի, ով սաղմոս ուներ, ով երգ ուներ, ով Աստծո ճանաչողություն ուներ։ Հանկարծ այդ անձնավորությունը թույլ է տալիս իր կյանքում մի հատ սխալ, որ մինչև այսօր դարձել է քարկոծման ենթակա, բոլոր աշխարհի եկեղեցիների քարոզիչները հաստատ մի քանի անգամ քարկոծել են, ես էլ ավելի շատ, որ չգիտեմ, գնացին երկինք նկա Դավիթից հեռը, թե ինչ քանի իմ գլխին, ես չգիտեմ, բայց ամեն դեպքում մի դեպք կատարվեց, ուզում եմ կարդալ այդ մասը։ Եվ Տերը Նաթանին ուղարկեց Դավթի մոտ։ Ինքը բռնի տիրացել էր իր զորավարներից մեկի կնոջը, Ուրիայի կնոջը, եւ հետո որպեսզի այդ մեղքը բարթի Ուրիայի վրա, որ ինքը դրանից տեղյակ չէ, քանի որ այդ կինը հղիացել էր, Ուրիային ուղարկում է պատերազմի դաշտ եւ այնտեղ էլ այնպես անում, որ այդ Ուրիան մեռնի։ Այդպես էլ այսպես թոս տվեց այդ դեպքի վրա, ծածկեց, իր համար պալատում նստած էր, կարծես ոչինչ չէր եղել։ Բայց Աստված տեսավ, որ շատ բան է եղել եւ իր մարգարեին ուղարկեց պալատ։ Տեսեք ինչ է ասում մարգարեն։ Եվ Տերը Նաթանին ուղարկեց Դավթի մոտ եւ նա եկավ նրա մոտ ու ասաց նրան. երկու մարդ կար մի քաղաքում, մեկը հարուստ, իսկ մյուսը աղքատ։ Հարուստը չափազանց շատ հոտեր եւ աչառներ ուներ։
իսկ աղքատը ոչինչ չուներ։ Բացի մի էկ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։ Գառնուկը մեծացավ նրա հետ եւ նրա որդիների հետ միասին։ Ուտում էր նրա պատառից եւ նրա բաժակից խմում, քնում էր նրա ծոցում եւ նրա համար աղջկա պես էր։ Եվ այդ հարուստի մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր հոտերից ու աչառներից վերցնել եւ կերակուր պատրաստել իր մոտ եկած ճամփորդի համար, այլ վերցրեց այն աղքատ մարդու գառը եւ կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար։ Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա եւ ասաց Նաթանին. «Կենթանի է Տերը, որ այդ մարդը, ով այս բանն արել է, արժանի է մահվան, եւ այդ գառան համար պետք է քառապատի կատուցի, որովհետեւ նա արեց այդ բանը, քանի որ գութ չունեցավ»։ Այդ ժամանակ Նաթանը նայեց Դավթին ու ասաց. «Այդ մարդը դու ես»։ Մինչ այդ Դավիթը կարծում էր դա ինչ-որ մեկին է վերաբերվում։ Խիստ վարվեց, արդար վարվեց, օրենքով վարվեց, դատավճռն ասաց մահվան է արժանի, եւ այդ րոպեին էլ պետք էր կատարածել այդ դատավճռը, բայց հանկարծ որ Նաթանն ասաց այդ մարդը դու ես, ինչ արեց Դավիթը։ Դուք պատկերացնում եք միանգամից որ սառը ջուր լցնեն մեկի վրա։ Չէ՞ որ մի քիչ առաջ ինքը քննադատեց ու ասաց այդ մարդը արժանի է մահվան։ Եթե մեկ ուրիշը լիներ, անմիջապես դատավճռը կատարածվեր ու կսպանեին։ Այստեղ երբ նա հասկացավ, որ ինքն է զոհասեղանին արդեն, իր վերաբերմունքը փոխվեց իր նկատմամբ։ Նա ասաց. «Մեղք գործեցի Տիրոջ առաջ»։ Քիթ բերնի վրա ընկավ, ու այդ ժամանակ ինքը չէր պահանջում, որ դատավճռը կատարածեն։ Ընդհակառակը նա խնդրեց Աստծուց ողորմություն։ Ոչ միայն իր կատարած մեղքի համար, լա իր կատարած մեղքը մեղք։ Երբեմն պատահում է, որ մենք ելերի այնպեսի մի բան ենք թույլ տալիս, որ հետ ենք նայում, տեսնում ենք մենք այնպես վարվեցինք, ոնց որ թե Աստված չկար երկնքում, էլի, կամ Աստված չէր տեսնում։ Պետք էր մեզ այդպես արեցինք, հետո նոր եկանք մտածում ենք ոնց ուղղենք այդ հարցերը։ Սա ավելի շատ ցավ պատճառեց Դավթին։ Սա Աստծուն սիրող, Աստծուն ճանաչող մարդկանց ավելի մեծ ցավ է պատճառում, քան թե ամենամեծ կորուստը, որ նրանք ունենան։ Ինչպես ասենք, շատերս մենք հենց այդպես ենք վարվում, ու կարծես թե Աստված չկա։ Մեկը պատմում, ասում էր, մեկը նայում էր աչքերից մեջ, որ բան էր ասում ու սուտ ասում։ Ես գիտեմ, որ էլի խաբում է։ Ասում են, ինձ էլ խոսում այդ սուտը, որ կարծես իր համար Աստված չկա երկնքում։ Վերջ Աստված տեսնում է, չէ՞, որ հենց մի կանգնած խոսում ես, բայց խաբում ես։ Ֆրսնում ես։ Եվ եթե մարդը չունի Աստծո ճանաչողություն, ցավել չի զգա դրանից։ Ինքը հեշտ կուղի, մի հատ գազետերների ինձի կմտածի վերջացավ գնաց։ Չէ, հանկարծ դրանք չեն վերջանում։ Եթե չկա իսկական զղջում, ճշմարիտ դարձ, չկա նաև թողություն։ Հիշեք, թողությունը հենց այնպես ավտոմատ չի տրվում քո մի հատ ներողություն բառով։ Թողության համար կա պայման։ Դավիթը առաջին անգամ հասկացավ, որ ինքը մահվան մեջ է բնակվում, որ ինքը մահվան է արժանի, որ այդ դատավճռը իր համարել է իրական, բայց նա խնդրեց ողորմություն։ Նա հասկացավ, որ Աստծո ողորմությամբ է, որ մարդը պետք է ապրի։ Պետք չէ խստասիրտ լինել ուրիշի նկատմամբ, որովհետև դա կարող ես լինել նաև դու։ Եվ 50-րդ Սաղմոսը 11-12 խոսքում տեսեք Դավթի խոսքերն են, հենց այդ դեպքից հետո եղած Սաղմոսագրված։ Ողորմիր ինձ Աստված, ըստ քո մեծ ողորմության, դեն մի նետիր ինձ քո ներկայությունից եւ քո Սուրբ Հոգին մի հան ինձնից, դարձյալ քո փրկության ուրախությունը տուր ինձ եւ հոժարակամ հոգով հաստատիր ինձ։ Նա այսպես էր աղոթում։ Էլ նա չէր խոսում օրենքից, չէր խոսում արդար դատից, այլ խոսում էր ողորմությունից։ Մենք օրենք ենք ճոճում մարդկանց վրա այն ժամանակ, երբ դատվողն ուրիշ է, բայց երբ մենք ենք օրենքը չենք կիրառում, ողորմատությունն ենք ուզում որպեսզի կիրառվի։ Դրա համար որ հետ դառնամ, այդ խստասրտությունը եթե կա քո իմ մյուսի մեջ, հիշի, դու ես մարդ, դու էլ քո ձևով ես սխալներ թույլ տալիս։ Եթե վերադառնա քո հանդեպ այդպես վարվեն, այդ ժամանակ հասկանաս, որ դու կարիք ունես ողորմության։ Հիմա ասեմ, այս քարոզը ես ինչի համար պատրաստեցի։ Մի երիտասարդ քարոզիչ կա, ինքը հոգևոր մաներ մեկնաբանում, մեկ համացանցում, սիրում եմ իրան լսել։
Մի դեպքի մասին խոսես, խոսում էր շնության մասին, շնության մեղքի մասին, շատ խիստ դատապարտեց այդ մեղքը։ Իրապես դա դատապարտելի էլ մեղք է, խնդիրը դա չէ։ Բայց իր վերաբերմունքը ինչը ինձ դուր չեկավ էլի, Դավթի պես շատ անողոք էր խոսում այդ մարդկանց վերաբերյալ, այնպես որ կարծես այդ մարդկանց համար թողություն գոյություն չունի ընդհանրապես։ Այդ մարդկանց մենակ դատաստանապետ վարկաբեկել, նսեմացնել, փնովել, խայտարականել, համացանցով մեկ տարածել, այդ մարդու ձեռքից Աստվածաշունչը առնել, մի հատ բահու քլունք տալ, որ կամ մի գործ եթե ապաշխարի էլ թող եկեղեցում ծաղիկ ջրի։ Կարծես ծաղիկ ջրողները այդքան ցածր մարդիկ են։ Այս սա ինձ դուր չեկավ։ Հիշեցի Դավթի դեպքը։ Արդյոք դու այդպես կվարվեիր, եթե դու լինեիր այդ մարդը։ Ով է ապահով այդ մեղքից։ Ոչ մեկը ապահովված չի։ Եթե դուք զգուշ չլնեք, ուշադիր չլնեք, այդ մեղքը ձեր կողքը պատրաստ ձեզ ասպասում։ Կամ չէ որ Աստված Տեր Հիսուսն ասաց, որ եթե մեկը նայի ցանկանալու համար, արդեն շնացավ իր սրտում։ Այսինքն Աստծո համար չեղածնելա եղածի պես հավասար, եթե անգամ քո մեջ կա ցանկություն այդ բանի նկատմամբ, ով է մի ցանկացիրից ազատ։ Շատերը չկան, հիմա ձեր մեջ էլ որ համացանցում նստած այդ էջերը պորնոգրաֆիայից բաց չեք թողում, մի հատ թուփ թերթում անցնում եք։ Իբր թե չեք նայում, բայց լավ էլ նայում եք, աշիճոտ մի հատ նայում ասում եք, մի հատ երկար ես նայում եք, չէ՞ էլի։ Նայում ես որ քննադատես, բայց նայում ես լավ էլ որ հիանաս դրանով։ Բայց այդ բոլորը այդպես անթվում Աստծո մոտ։ Դու դատում ես մեկ ուրիշին անողողաբար, դու ինքդ այդ նույն վիճակի մեջ ես։ Լավ, խնդիրը դրանում չէ։ Մեղավորին ոչնչացնելու հոգեբանությունը դա նույն խստասրտությունն է։ Իսկ Աստված ինչպես է վերաբերվում։ Աստված վերաբերվում է ներողամտությամբ։ Երբ դու ապաշխարում ես, Տերը ներում է։ Մարդը չի ներում։ Տերը մոռանում է, մարդը չի մոռանում։ Տերը ծածկում է, մարդը մասսայականացնում։ Համաձայն եք, որ այսպես է մարդ արարածը։ Այստեղ գալիս է Տիրոջ ասածը, որ ինչպես դուք ուզեք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց։ Ինչպես կուզեիր քո հետ վարվեին, դու այդպես վարվի ուրիշի հետ։ Հիշեք, ավետարանը դատում է մեղքը, բայց փրկում է մեղավորին։ Ավետարանը մեղավորին չի դատում, մեղքն է դատում, արատն է դատում, երևույթն է դատում, բայց քեզ ուզում է դուրս բերել դրա միջից։ Վատ բան է այդ մեղքը, բայց դուրս բերելը շատ ավելի կարևոր։ Ես մի անգամ պատմեցի մեր գյուղում էլ եղել է կանալիզացիայի փոսը բացած վիճակում, մի հատ երեխա գալիս է, գնում է փոսի մեջ, ուշադիր չեն լնում։ Մի հատ երիտասարդ տղա վազում քծվում է, խորը փոսա, պետք է միջև ծածկում է, եսին որտեղ։ Այդ երեխին հանում է, բայց ինքը լամբոչապես աղտոտվում է։ Ճիշտ է վարվել ինքը, թե չէ։ Այդ ժամանակ էլ չէր նայում կեղտա է, սա զզվելի է, շանոթա գալիս, դրանց հետո իրավերի, ես իմ քանի 100 անգամ կարող օրծական է դրանց հետո լողացի, բայց վիճակն էր այդպեսին, կեղտից զզվել պետք էր, բայց ընկած մարդուն հանելու համար դու պետք է մտնեիր դրա մեջ։ Այ մենք այս հոգեբանությունը ունենանք։ Իսկ մենք արագ անցնում ենք դատողությունների։ Պողոս Արաքյալն ասում էր. եղբայրներ, եթե մարդը նույնիսկ ընկնի որևէ հանցանքի մեջ, դուք հոգևորներդ ուղղեցեք նրան հեզության հոգով, ոչ թե ոչնչացնելով, այլ ուղղեք նրան, օգնեք նրան, բարձրացրեք նրան, փրկեք նրան այդ վիճակից։ Դրա մեջ մտնում են բոլոր տեսակի մեղքերը։ Եթե հնարավոր է նրան բերել ապաշխարության։ Իսկ երբ որ մարդը դատում է, ինքն իրեն դնում է ավելի արդարի տեղ։ Նարեկացու Մատյան ողբերգության գրքից ես մի հատված եմ հիշում, շատ եմ սիրում ես այդ խոսքը շատ տեղեր կրկնել, Նարեկացին աղոթքի մեջ ասում էր. Տեր, դու զղջացած մեղավորին պատվական ես դարձնում, իսկ մաքուր կարծվածին արդարությամբ քննելով դատապարտում ես։ Զղջացած մեղավորին պատվական կնես դուն, իսկ մաքուր կարծվածին արդարությամբ քննելով կդատապարտես։ Հիմա չլինի թե էլի մեկը իսկապես մեղքա գործեն գելա վատ վիճակի մեջ, իրա զղջում է այնպես լինի, հետո ես կգան կառնենք Փարիսեցի ու Մաքսավորի աղոթքի վրա էլի, որ Փարիսեցին իսկապես կարծես թե բարեպաշտ մարդ էր, Մաքսավորը 3 անգամ չէր բարձրացնում եկինք ամոթից, Տերն ասեց՝ նա գնաց ու ավելի արդարացած, քան թե դու։
Չլինի մենք այդ վիճակի մեջ մենք դատենք շատերին մեզ արդարադատ կարծելով, մեղավորները փրկվեն ապաշխարությամբ, դու քո խստացողությամբ վաղը կանգնես դատաստանի առաջ։ Հասկանու՞մ եք, խնդիրը սա է։ Աստվածաշունչն ասում է. ես պիտի ներեմ նրանց անիրավությունները եւ նրանց մեղքերը այլևս պիտի չհիշեմ։ Եբրայեցի 8:12։ Տերն ասում է, նրանց մեղքերն ու անիրավությունները այլևս պիտի չհիշեմ։ Խո Աստված հիշողությունը չի կորցնում։ Նա ասում է, ես չեմ վերցնում դնում էլ, եթե ես ներում եմ, քեզ տալիս եմ իրավունք քո կյանքը շարունակելու, քո ծառայությունն շարունակելու։ Բայց մենք այդպես չենք վերաբերվում։ Մի անձնավորություն կար, ես առաջին անգամ որ իր քարոզը լսեցի, ես նորը հավատեի։ Իր քարոզը հիշում եմ վերնագիրն էլ, ես ծրանցքան ցավ եմ քաշում, որպեսզի ձեր մեջ Քրիստոս ձևակերպվի։ Ինքան լավ քարոզեց, ինքան լավ։ Հիացած էի ես չի պատկերացնում, թե ինչքան գեղեցիկ ներկայացրեց Քրիստոսի խաչը։ Հետո այդ մարդը ընկավ ինչ որ մեղքի մեջ, թե սուտ, թե ճիշտ, մի խոսքով։ Այդ անձնավորությունը այնպես վարկաբեկվեց եկեղեցում, այնպես խայտառակվեց ու տարածվեց եկեղեցու միջոցով, որ այդ մարդը բնաջինջ արեցին ընդհանրապես։ Նրա հիշատակը ջնջեցին մինչև մահ։ Իմ ասած այն հոգեբանությամբ ինչպես քարոզում էր այդ քարոզիչը համացանցում։ Ինչու այդպես վարվեցիք։ Մարդ չէր ինքը։ Դու չէիր կարող լինել հանգարց նրա փոխարեն։ Կարող էիր լինել։ Ինչպես կուզեիր քո հետ վարվեն մարդիկ։ Կուզեիր մեղմ վարվեն, կուզեիր չտարածեն, կուզեիր հնարավորություն, շանս տան քեզ։ Աստված այդ շանսը տալիս է, մարդը չի տալիս։ Դրա համար Դավիթը շատ լավ գիտեր Տիրոջը, ասում էր. լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան թե մարդու ձեռը։ Եթե մարդու ձեռը ընկակ, չէ, վաղը կորակ։ Բայց Տերը ողորմած է։ Աստված ուզում է, որ դու իրպես վարվես եւ իրպես մտածես։ Իսկ ժողովուրդը հիշում է տարիներով։ Մարդիկ պատրաստ են քարգոցելու։ Ջնջում են ոտնատակ տալիս Հավիտյան։ Չի բացառում, որ այդ հովիվն էլ ու մասին խոսում էր այդ եղբայրը։ Այդ հովիվն էլ իր ժամանակին այդպես խիստ դատած լինի ուրիշների։ Հնարավոր չէ։ Պատժելա ուրիշների, զրկելա խոսքից, զրկելա ծառայությունից, բարևից, հաղորդությունից, խոսքի ծառայությունից, ուղարկել հավաքարարության, չգիտեմ որտեղ, ու հանկարծ մի օր ինքն է տապալվել այդ նույն փոսում։ Ամբողջ հարցը սրանում է։ Այստեղ առաջ եկավ անձի հարցը։ Ահա թե ինչու դու դարձար ողորմություն խնդրող։ Եթե ուրիշին, չէ որ Աստվածն ասում է ընկերոջը սիրես քո անձի պես, ուրեմն իր անձի հարցն էլ դու նույն ձևով նայիր, ինչպես քոնը կնայիր։ Այդ ժամանակ դու ողորմություն ես ուզում, երաշխիք ես ուզում քո ապագայի համար, հույս ես ուզում, ներման հնարավորություն։ Իսկ Տեր Հիսուսն ասում էր, ձեր միջի անմեղը թող առաջի քարը գցի։ Փարիսեցիները, որ բերել էին այդ գնոջը քարգոծելու, սրա վրա կանգ հաջորդ անգամ նրանք քարերը գցեցին, հեռացան, որտեղ Տերն ասեց, ձեր միջի անմեղը թող առաջի քարը գցի։ Ոչ մեկը քար չնետեց։ Բոլորը հեռացան։ Տերը գնոջն ասաց, ով կին, քեզ ոչ ոք չդատապարտեց։ Ասաց, ոչ Տեր։ Ասաց, ես էլ քեզ չեմ դատում։ Գնա ու այլևս մեղք մի գործիր։ Գնա ու այլևս մեղք մի գործիր։ Հիսուսը այսպես հեշտ թողություն տվեց մարդուն, բայց մարդը շատ դժվար է անգամ մոռանում կամ այդ մարդուն հանգիստ թողնում։ Կներեք։ Չո մի բան լավ մի քանի րոպե ու վերջացնեմ։ Պողոս առաքյալը զգուշացնում է առաջի Կորինթացի 10:12. Ով կարծում է թե հաստատ է կանգնած, թող զգուշանա, գուցե թե ընկնի։ Սա վերաբերում է յուրաքանչյուր մարդ արարածի։ Եթե դու կարծում ես հաստատ ես կանգնած, լավ է որ կարծում ես, բայց զգույշ եղիր, հնարավոր է դու էլ ընկնես։ Ընկածի նկատմամբ քո վերաբերմունքը թող լինի ներողամտաբար։ Ավետարանի ոսկե օրենքը Մատթեոս 7:12. Ինչպես որ կուզեք մարդիկ ձեզ անեն, դու էլ այդպես արեք նրանց, սրա վրա շատ կանգ առա այսօր։ Այդ քարոզիչը ինքը եթե լիներ, կուզենար, որ իրան հեռացնեին, չէր ուզենա, նվաստացնեին, չէր ուզենա, ոչնչացնեին, չէր ուզենա։ Էն էլ համացանցով մեկ։ Կուզեր որ տան հնարավորություն վերականգնվելու, ապաշխարելու, բժշկվելու, վերադառնալու, նորոգվելու։ Սա նաև պետք է մենք անենք ուրիշների հանդեպ։
Եկեք այստեղից վերջացնեմ։ Հաջորդ անգամ Տերը կամենա ողջ մնանք, լա կանգ առնենք Փարիսեցու Մաքսավորի այդ մեղավոր կնոջ ու տեսնենք ի վերջո մենակ այդ շնության մեղքի վրա ենք մենք կանգ առնում որպես շատ սարսափելի, դատապարտելի մեղք։ Բայց ստախոսությունը դրանից ոչ մի բանով պակաս չի Աստծո աչքին։ Վերջում կանգ առնենք, որ երկինքի արքայություն չեն մտնի էնել, ինչ տարբերություն դու որ հոդվածով դժոխք գնացիր։ Քեզ որ հոդվածով տարան բանտ։ Մարդասպանության թե բռնաբարության, դու մեկը հայտնվում ես այդ նույն փոսում։ Որ մենք մեղքը դատապարտենք, ոչ թե մեղավորին։ Որ հնարավոր է մարդը սայթակի եւ Աստված ինքը գիտի էլ որ մարդը հող է։ Սամոս 2 աղոթմաց մեր Տեր հիշիր որ հող ենք մենք։ Մենք հող ենք, մի մոռացիր Տեր։ Իսկ հողից շատ բան չեն սպասում։ Հողը կարող է սխալվել, որի պատճառով Տերն էլ է ներում։ Տալիս է հնարավորություն ապաշխարության եւ մոռանում է, ջնջում է այնպես, որ կարծես դա չի էլ եղել։ Իսկ մենք չենք մոռանում երբեք։ Տերը օրհնի ձեզ։